եւ այդ գործակալն է արդյոք Անդրանիկ Թևանյանը թե ոչ։ Այս գործը առաջի հերթին քաղաքական գործ է եւ ունի միջպետական նշանակություն, որի հետևանքները լինելու են չափազանց ծանր Հայաստանի համար։ Այսինքն ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն ես բացատրեմ, որ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր դաշնակից երկրների միջև։ Եվ ըստ միջպետական պայմանագրերի երկրները պարտավորվում են գրավոր ստորագրած միմյանց նկատմամբ լրտեսական գործունեություն չծավալել։ Եվ նման պայմանագրեր կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, նման պայմանագրեր կան Եվրոմիության երկրների միջև, եւ հակառակը պարտավորվում են, որ հատուկ ծառայությունները միմյանց հետ ինֆորմացիաներ փոխանակեն, թմրաբիզնեսի հետ կապված, տերորիզմի հետ կապված եւ այլն։ Այդ պայմանագրերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նույնպես կնքված են եւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ-ի երկրների միջև։ Ինչ է նշանակում այս գործը։ Այս գործը նշանակում է, որ Հայաստանի իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանը լրտեսական գործունեություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, այսինքն թշնամական երկիր է։ Հետո դա իրավաբանորեն ձևակերպվում է մեղադրանքի միջոցով եւ հիմա դատական գործընթացն է գնում, արդեն դատարանի որոշումով ենթադրում ենք կհայտարարվի, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ թշնամի երկիր է։ Այսինքն դատարանի որոշումը դուք գիտեք, դա ունի օրենքի ուժ, դա օրենքի տեսակ է։ Եվ եթե Հայաստանը օրենքով հայտարարվում է, որ գիտեք ինչ, եթե այդ մեղադրանքը հիմք ունեցող է համարվում եւ քրեական գործ է սկսվում դատարանի որոշմամբ, այսինքն Ռուսաստանը կարող է թշնամական կամ լրտեսական գործունեություն իրականացնել Հայաստանի հանդեպ։ Եթե Հայաստանը Ռուսաստանը համարում է թշնամական երկիր, ապա դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Դա նշանակում է, որ այդ ներքին շուկան կփակվի։ Հայաստանի գյուղմթերքների 98%-ը իրացվում է Ռուսաստանում, ալկոհոլային խմիչքի 78%-ը։ Դա սկիզբն է։ Գազը 3 անգամ շուկայականից էժան գծով է վաճառվում։ Մարդիկ մոտ 4 միլիարդ դոլար ուղարկում են Հայաստան։ Դա նշանակում է Հայաստան տնտեսական կոլապսի առաջ է հայտնվելու։